մեջքով վայրը։ Եկեք ես մի հատ այս սրա վրա լույսերը մի քիչ դզեմ, հետո խախտես։ Լավ, այս ումն է։ Ով ամկնիկը թողը դնած է։ Հա, ուրեմն ես մեկն։ Քոն ես մեկն։ Եկեք տեսեք ոնց եմ կարծում։ Մի հատ այդ այս մեկը այն բանի invisible light-ը։ Տեսեք ստեղ նույնիսկ քիչն եմ դրել, եղեք նեղը այդքան լավ չի երևում։ Լավ, սա թողենք, այն երկրորդ լույսը, եկեք սա այ ես նեղուց ավելացնենք։ Դե լույսերը շատ ատրակիվ չկարեցեք երկրը կամ ատրակիվ։ Սլեք համրա։ Այս 10-ը իջացրեք երեխեքան, 10-ը շատ է, դրա համար է։ Exposure value 9 դրեք։ Եկեք մի հատ նորից փոխենք։ Այս ես կիսատ փորձեմ տարբերությունը տեսնեմ։ Տեսեք ոնց բացեց։ Այն 10-ը այնտեղ բան է։ Ես ինչքան է բաց եմ նեղ, այնքան չի երևալու երեխեք ջան, առանց հետև իմ մոտ արդեն մի քիչ շատել է։ Հա, երեկոյին ուստավորություն է, եթե մեկ արև դնենք, սա շատ անում է, դիքիք սասի։ Հիմա այս ասիրում դնում ենք HDR-այ, եկեք սա հանենք, ես սեյվ անեմ, տանցես։ Այ հիմա լոկալից բաց է։ Բացած պահեք, հետո դե դասամիջոցը արեք, բայց մի հատ ներկա բացականում է։
երեխեք ջան, լուսերը տվել ենք, հա, հիմա այս հատվածն է, դե նեղված է երևում, դուք ձեր մոտ արեք, ձեր մոտ ունայք, լավ, սա շատ է սպում իրականում հիմա լուսերը շատ ուժեղ է, պրոստը այդքան պետք է տան, որ ստեղի բան է։ Հիմա նայեք, որպեսզի միջավայր դնենք, պիտի HDR-ը կարտանել, քարտեզներ քաշել։ Ինչ է դա իրանը ներկայացնում։ HDR-ը դա ֆորմա։ Նկարը այնպիսին է, որ ինքը հավաքվում է գնդի վրա, ոնց որ գնդի փռված նկարի տեսքով։ Լավ, երբ որ մենք տեղադրում ենք 3D Max-ի մեջ, այդ նկարը հետո ինքը հավաքվում է, ոնց որ գունդը գնդի նման հավաքվում է, ու եթե մեր տունը այդ գնդի մեջտեղին է, ոնց պտտում ենք չորս կողմը սիմպալ։ Հիմա տեսեք որտեղից ենք, մենք այդ նկարները կարողանում վերնել։ Բացում ենք, այդ Telegram ալիքում ես մի քանի կայք առաջ եմ բերել, ներ Polyheaven, հենց Polyheaven-ը ծավի։ Մեր բաներ կա, որտեղից մատերիալներն ենք քաշել։ Ուրեմն սա բարձրացնենք։ Երեխեք նկարները չմոռանաք, որ մի ժամին բերեք։ Ուրեմն բացում ենք ստեղ, գրում ենք Polyheaven։ Էսի բացեցինի, այս կայքի նկարը հիշեք, այս կայքի։ Նայ, երեք հատ բաժին, մի բաժինը մոդելներ է, մենք արդեն մոդելինգը անցել են, գիտենք, մոդելները ինչ են, պատրաստ է օբյեկտներ են, ոչ ստանդարտ, տեսնում եք, խոտ, թուբ, քար, արձան եւ այլն, ոչ եք վերցնել այս առուտի ենթադրեք մոդելավորել։ Բայց եթե ուզում եք ցույց տաք, որ ստեղ ինչ-որ արձանիկ կա լինելու, կարա կոնկրետ այդ արձանիկը չի լինի, ասել կոնկրետ սա լինի, եթե նման։ Դուք բաղրի արձանը Լավ, հիմա նայ, բացում ենք Polyheaven,
կա, երեխերի բան, ինքը մոդելների հետ կապված քիչ է ինֆորմացիա։ Դրա համար տենց շատ ուշադրություն չենք դարձնում, բայց մնացածը անվճար է, ինչ որ մեզ պետք է կա, ու անվճար է, չէ՞։ Մեզ ինչ է պետք, ով կարա ասի։ HDR-ը պետք, տեքստուրաները պետք լինելու, սրանից հետո, նայեք, ուրեմն բացեցիք այստեղ, այստեղ ինչ-որ նման բան է, կարող եք ձախ մասից ֆիլտրացիա անել ու գտնել, հա? Բայց ես դրա մասին չեմ ուզում խոսեմ, հետ եմ գալիս, այստեղ էս ծագում, բան, դες բան է, դրանք չենք մոդելավորում։ Եկանք այստեղ texture, տեսնում եք այս texture, սրան սեղմեցիք, սա տեքստուրաներն են այստեղից վերցնել ենք, դնել ենք մեր օբյեկտների վրա, դա տեքստուրաներ, նորից հետ ենք գնում, մեզ այս է HDRIS, այս մենք, սեղմ ենք browse HDRIS, նայք, outdoor, էսի դուրս են, sky, yeti, indoor, ներսնը, ասենք ինչ-որ ձեր օբյեկտը ուզում եք ռենդանեք, մեկ ինչ-որ միջավայրում, շինության մեջ, բայց դուք չեք մոդելավորում այդ շինությունը, խափում եք HDRI-ից, դնում այդ շինությունը սենց միջավայրը խափում, հասկացա՞ք։ Լավ, եւ այլն, ստուդիո, մուզեո եւ այլն։ Ինձ պետք է երեխեք ջան, կամ skies, նայեք, sky-երի սեղմեցի վերից, տեսնում եք։ Այս են երկինքները վերել։ Կամ օրինակ կարամ սեղմեն, all-ի սեղմեցի, nights, գիշերային վերեց, նայեք։ Գիշերային։ Այդ նայ, հես ասա հիմա կքաշես։ Ստեղ տեսեք, ինչ-որ աստղեր կան, դուք որը ուզում եք, ենե կարող եք, եթե սենց ինչ-որ մի բան եք բերում, տեսեք միջավայրը, ներսն է, այսի դրսից է, բայց շենքեր բան է երևանում, բաց է, լավ, տեսեք շատ մուտ գիշեր հետաքրքիր աստղերը որը ուզում եք դուք քաշեք, ես մի հատ այս մեկի սեղմեմ, տեսեք ոնց է սա 60 ենք, 16 կա շատ խիտ է, մենք կքաշենք 4 կա կամ վավշե 2 կա, որ չկարում ենք, ես չգիտեմ, եվի 2 կա քաշեմ, երեխեք ջան, որովհետև բան եմ, կախ պիքսելների խտությունն է, ինչքան դուք մեծ թղթի վրա պիտի տպեք կամ մեծ էկրանով պիտի ցույց տաք, այդքան կայերը բարձր։ Այս էկրանների համար 4 կան ընդիրը, այս մեծ էկրանների համար 4 կան ընդիրը, բայց այս երկուսն եմ դնում։ Դեռ երկու տարբերակ կա, երբեմն EXR-ի վրա է դրված դնում, բայց որ տենց քաշել չի աշխատել այդ նկարը։ Լավ, պարտադիր շատ իրեղեք HDR-ի վրա դրեք։ Եկանք այստեղ ու տալիս են download, նայեք, 2 կամ 6-4 մեգաբայթ է տալիս, որ 4 կա գնամ, նայեք, 26 ու 93, տեսեք ինչքան է շատացնում, բաց է, բայց դնենց լավ է երևարը, լավ եկիք մի հատ ես ռիսկի դնեմ, մի անգամից քաշնում, հաջորդ քայլը այս պապկային սեղմում են, այս սրանում, այս սրանք սաղ HDRI-ներ են, երեխեք ջան, հեսա մի հատ սաղ նշեն, ամեն խմբում բացատրելուց մեկը քաշել են, այստեղ copy եմ տալիս կամ Ctrl+X եմ անում, տանում եմ դնում եմ մեր պապկայի մեջ, հիմա մեր պապկը որն է, ես տանեմ դուք նեղից կողքվեք, բայց տանը արդեն ձեր համար քաշեք օգտագործեք, բաց է, հեսա լոկալի մեջ, են վերջում ինչ եք խոսում, ուշադիր եղեք, որ հետ չունենա, նայեք, լոկալի մեջ եկա, այստեղ փեստ եմ անում, Ctrl+V, այս իմ HDR-ային են, ես քան շատ ունեմ, սենց որ անեք ուզեք բացեք չեք կարող անալ, սա սովորական նկար չի, որ սովորական ձեր որ բացվեր է, սա աշխատացնել եք ես 3D Max-ի ներս, ուրեմն, հիմա մենք ունենք արդեն այդ նկարը, իսկ եթե դուք չունեք ինտերնետով կպեք քաշեք, կարակ, ձեր մոտ, դե ուզում եք լսեք հետո, եկեք մի հատ լսեք հետո, ուրեմն տեսեք ինչ ենք անում, պին սեղմեցի, եկա այս դոմին տեսնում եք երեխեք, սովորաբար դոմով այդ ամեն ինչը չենք անում, դա որպես երկիք ենք դնել, բայց ես ձեզ ասեմ, որ դոմի վրա կարող եք HDRI դնել, այստեղ տեսնում եք նոմապ դրա, ստեղ նոմապին պիտի սեղմեք, գա general, bitmap, տեսեք այս general-ը, այս bitmap-ը, եկանք այստեղ, ստեղից գնակ գտնեք HDRI-ը բերեք, ուղղակի ինքը պատահանից չի երևանում, այստեղից որ սենց նայում ենք, այստեղից չի երևանում,
Մենք պիտի կարգավորումը ռենդը միացրած անենք, որ հասկանանք ոնց է պտտվում։ Վերջ մեր գործը դժվարանում։ Բայց նույն արդյունքը կարանք ստանանք շատ ավելի հեշտ տարբերակ, որի մասին հիմա ես խոսում եմ։ Հիմա կխոսեմ։ Նայեք։ Ուրեմն գալիս եմ այդ դոմը չնջում եմ։ Այս դոմը չնջում։ Երեխեք ջան, բացում եմ մատերիալները, այս է մատերիալների էդիտը, այս է մատերիալ էդիտը։ Հակագծի մտարը տեսնում եք, այս է, մային որ սեղներ, այսի բացում, սա բացվեց, հիմա տալիս եմ աչ քնիկ, մատերիալ, վայ կներեք, աչ քնիկ, մապ, սա մապը, քարտես, մապս, Virey, ու ընտրում եմ Virey bitmap, այս է, Virey bitmap, եկա այստեղ, բացվում է այս է, մի հատ բացում է, իրա վրա երկու քլիկ եմ տալիս, այս աչ մասում, իրա պարամետրերն են ունելու, հիմա մենք պիտի այդ պարամետրերը կարգավորենք, այս սևը ցույց է տալիս, որ մեջը նկար չկա, բայց է, հիմա նայեք, երեխեք, հենց առաջի տողում bitmap-ը գտած, ու ստեղ դատա, այստեղ պիտի այդ նկարի ճանապարհը լինի, որտեղ այն նկարը։ Սեղմում եմ 3 կետին, սեղմեցի 3 կետին, գնում եմ գտնում, desktop, local, lights, այսպես, տեսեք բացեց, նայեք, սաղ բացեց, որը քաշել եմ բացել եմ, ես վերջում այս մի հատը քաշեցի, այս եմ քաշել, այս չեմ քաշել, այս եմ քաշել, առաջին է, այս եմ քաշել, Okay, ուրեմն սրա սեղմեցի, ու ստեղ բաղան չեմ սեղմում, սեղմեմ open։ Հիմա նկար կհայտնվի ստեղ, տեսեք նկարը հայտնվեց ստեղ, տեսնում եք։ Լավ, երեխեք ջան, որպեսզի ինքը սֆերայի նման լինի, հենա կաշած, մի քիչ դանդաղ պես կաշած, սֆերայի նման լինի, այս mapping type-ը տեսնում եք, այս սրան սեղմում եք, տալիս եք սֆեր։ Այս, ես այստեղ փոխես, տեսնում եք ինչ եմ բանը։ Մի հատ ես տեղ ուզում եմ դուք ուշադրություն դարձնեք, ըսկում եք, որ ինքս ենք ալիքային է, ուրիշ նկաներ ավելի լավ ուստան, ես այ ես դες ուստան, ինչի մասն է ուստան։ Հələ տեսեք, ըսկում եք ես ալիք, գնդի փրված կնա, երեխեք ջան, նայեք, ըսկում եք չէ, սաղ փրված կովա, որոշները լավ այ, հələ ետ ինքը նայեք, նայեք։ Այև որ սվերը կլենք դևետի, քարտի սիրում մեր աչքի համար հասկանալ հավ պարկերական, բայց 4 փոխը, ոքի, անցանք առաջ, անցանք առաջ, երեխեք ջան, հիմա նայեք, IS-ի, որպիսի միջավայրյա, IS-ը ֆոնը փոխարինվի այս սրանը, ինչ ենք անում, բացում ենք, տեսեք, rendering, IS-ը, և environment, IS մենք նոպեք, կա կողքը 8 ենք գրած, այս թվայինը չի, երեխեք ջան, տարերի վերևի 8-ը, թվայինը չի աշխատում, 8-ին սեղմում եք, ես պատահանը բացում, նայ, environment, environment-ի չավեր, Միչավոր, մապն էլ հենց այդ պատկերն էլ, այդ քարտեզն է, որ պիտի փակակեք միջավայրը։ Այս մատերիալը, որ մենք ստեղծել ենք, այստեղից բերում ենք, բերում ենք այդ նանի վրա բաց ենք տվում, նայեք, եկանք եստեղ, պարտադի, instance, որ մատերիալի վրա փոփոխություն անել, միջավայրի վրա ազդել փոփոխություն։ Այստեղից բռնեցի, նայ, այստեղից բռնեցի, բերեցի այս նանի վրա բաց։ Ընտրում եմ instance և OK տալիս, այսպես, բաց է սա, եկանք եստեղ, հիմա տեսեք ինչ է եղել, ինչ-որ կարորինակ բար չէ, 3 հատ ծաղի ճուղ է տեսնում, հիմա պտտել նայք է, սպասեք, նայք, ես են վիճն է, նայք, տեսնում եք, եսի մեր միջավայրն է, սա կապ չունի սա դրա վրա, նայք, ռոլի կանեմ կմեծանա, սենց կանեմ կփոքրանա, դրանով չեր չափում, սին սեղմեցի,
կամերան բացեցի, նայում եմ այստեղ, նայեք, այս լիճնը այս սարն է, տեսնում եք, ըստ սրա երեխեք ջան, ես կարող պատկերը կարգավորեմ հիմա, ոնց որ այս նկարը այդքան հաջող նկար չի, բայց մի հատ փորձարկենք, ոնց եմ կարգավորում, ասեք ես այս չեմ ուզում երևա, ուրիշ բան եմ ուզում երևա, այդ պատկերի, մատերիալս բացում եմ, երբ որ ինքը նշված է, այդ այստեղ հորիզոնտալ ռոթեյշնը տեսնում եք, այս էս պատտվում է, նայեք, ես ես այմ HDR-ը կփոխեմ, ոնց որ լավ բան չեմ բերել, երեխեք ջան, շատ ինչ-որ ուրիշ բան եմ բերել, իրականում այն ինչ բերել եմ այդ ալիճնը ու բանը սարենն է, մեկ ես այս մի բան կա, կարող եմ այս թողել, դնել 3D Max ստանդարտ, ոնց եղել, սա չփոխել, իչնեմ ամենավերջում, այս վերջում, նա այստեղ կա coordinates, ակտիվացում եմ environment, նայք ոնց տեսնում եք, ավելի ճիշտ ձևով, ավելի հեռու, ավելի որակով, ուստեղով նայք, այս offset-ով կարամ պտտել, նայք, այսա ուրիշ է, չէ, այսա ճիշտ է, նայք, հեսա, որ պատկերը պահենք, այսպես մի պատկեր պահենք, հա, պատկերը բռնեցինք, հիմա պիտի ինչ անենք, պիտի ռենդ անենք, Shift Q եմ տալիս, տեսնեմ ինչ է ստացվում, զգում եք այս լուսավորությունը, ես շատ տեղեր տեսել եմ, որ սովորացում ես, ես plane են դնում, որ են նկարկում, էդի պրոստը լուսամուտը ծածկում է այդ է տեսնում, բայց երբեք այդ նկարը, այս էս գույները, հələ տեսեք ինչ սի, բան այրևին է, տեսնում եք ստեղ ոնց է սիրում կցելուները, հասկացա, այս է իսկական միջավայրը տալիս է, իսկական ձևը սենց է, այդ որ սովորական plane են գցում ու դրա վրա նկար են գցում, մի դեպք, այդ է որոշակի նուրբ կարգավորումներ կա, որ տալիս եք մի քիչ սա իմիտացիա է անում, ինքն էլ է մի քիչ գույների կան գցում, ոչ այդքան բնական, բայց ամեն դեպքում, երբ որ օրինակ այս շենքը սարքում ենք, խիստ կարևոր է, որ լուսամուտից երևա դիմացի շենք, մենք չունենք, չէ, տենց նկարվող դրս գնանք գտնենք այդ շենքով, այդ դեպքում ստիպված, դնում ենք ես մի քիչ կողմ plane, այդ նկարը նկարում ենք, այդ նկարը գցում ենք plane-ի վրա, մի քիչ լուսային էֆեկտներ է տալիս, իմացաք, մյուս դեպքերում, երբ որ լուսամուտից պիտի երկինք երևա, ամպեր երևա, եկուս ինչ-որ շենքերում կարևոր շենքեր, պարտադիր HDR, հասկանալի է, այս է մեր HDR-ը, Այսինքն ես չի տալի, և նորնակ plane-ով դնենք, իրա լույսը չի տալի, իսկ սենց տալիս է։ Միանշան, սենց ինքը այստեղ ինչ գույներ տեսնում եք, ու ոչ միայն այս քան է, կողքերն են երեխեք ջան, ինքը այդ նույն ձևի լուսավոր իմաստ է, հիմա նայք ես արև չունեմ, բայց արևային բան եմ տեղ, իրականում ինքը մի ստեղ լավ է, որտեղ երեկո է դուրս եկել, բայց իմոտ ցերեկ կա, հիմա ճիշտ չի լինի, ներսը բանա երեկոյան լուսավորության սառնություն ունի, դրսից ինքը մի քիչ տաքություն ունի, իրար հետ չի բռնում, եկեք գիշերային նկար դնենք, որ գիշերային երկինք լինի, այսի վերջացնենք, հետո արևը դնենք, արևային դարձնենք, լավ, հիմա ինչ եմ ընդամենը անելու, այս մատերիալը բերում է, դու կարաք փորձարկեք, տեսնենք որն է ավելի հարմար ձեր միջավայրին, Ես որ ստեղից ուզում էի բերեի, ստեղ կորավ է։ ինչ շնորհով է, այս էս ռոլի կարանեք է, գնագրի, աջնջերը, լավ չես բերում, նայք, տես ոչ ես այս կետը, այս կետիս ես բրնք, դու նկար ես ուզեր բրնք, տես չի, հիմա նայք, երեխեք ջան, եկեք ես նկարը փոխեմ, եք այստեղ, այս 3D, այս կետերից է ուզում է, գնում ենք ու բոլորը գիշերային նկարներ են, հա դա մեր գիշերա, չէ, հեսա, ես մի հատ գնամ սիրի նկարը գտնեմ, մի խմբում ոնց որ ես նկարն էինք դնել, չէ, որ նկարն էինք խաշել, այս եմ խաշել գիշերային, այս եմ խաշել, եկեք ստեղ ես խաշել, մեկ այդերնետը շատ ուժեղար, ակվա բերում, մի վայր ես պասեք, ես
Հիմա գամ ես նկարը տեղադրել։ Էս այս։ Նայեք ինչ է։ Տեսնում եք։ Դե պիտի փորձարկի գտնենք էլ ինչ-որ տեսնենք։ Էլի կարակ երեխեք ջան, բան անենք, պտտեք։ Այստեղ ինքը այս համակարգիչը թույլ համակարգիչ է։ Ինքը դրա համար համ էֆեկտները լավ չտալիս, համ այս էկրանը լավ չտալիս։ Բայց նույն բանը ձեր մոտ արի կամ կարակ իմ էկրանով նայի, տեսեք, որ արդյունք ուրիշ է։ Նայ, պտտում եմ, հենա, տեսեք, հենա ամպերերը կա, տեսնում եք, հələ ստեղի գունային էֆեկտը, տեսեք, տեղի սպրտնած գույները, տեսեք, սպրտնած գույն չկա, տեսեք, ինչքան սիրում եմ կարասներ, Հիմա երեխեք ջան, մեկ կամ դուրսնեք, կամ ես պիտի պտտեմ սառը երանգ գտնեմ, տակ չլինում, եկեք պտտեմ սառը երանգ գտնեմ, որ մեր ինտերիարի հետ լավ լինի, կամ կարանք օգտագործելով մեր տեսախցիկը, ընդհանուր կադրի տակություն տա, կարանք չէ, քան գնանք սաղ լուսերը բռնենք, լուսի երանգը փոխենք, կարանք լուսի երանգը դեղին է խփել, բայց որպեսզի ընդհանուր կադրը տակնենք, տեսախցիկը հարում է, Հիմա եկեք մի հատ պտտել մի քիչ սառը հատվածներն Այս մասը ավելի սառն է։ Չէ՞, ինքը ավելի սառն է, հենց գնա։ Էսի արևի մայրամուտն է, գիտեք։ Բա, այս մայրամուտն է, երեխեք ջան, նայեք, այս հատվածը սպասեք ինչն է։ Նայեք, տեսնում եք արևը։ Տեսնում եք, պիտի արև դնենք ու արևը լավ իջացնենք միջև գետնին հավասար, մի քիչ բարձր, որ արևը իջացնում եք գետնին եք դնում սերի գույնով արևի բարձրությունը ու խամիմատոկանը իրա գույնի, ինչքան բարձր է սպիտակ, ինչքան իջացնում է, ինքը գալիս է գազարագույնից գնում միջև մոխրագույն իջացնելով, տեսնում եք սա, օքեյ, եկեք ես սարը երանգ Երեխեք ջան, այս մեկով նայեք, կարամ ես տեսանեմ, մենակ երիքը լինի, նայեք, տեսեք, գիշերային է, են արդի շատ սեպազար, յա, որսակնում ներք է վարում, ուղագիտես սորական գրադիենտներ նման, այդտեղ է գրադիենտի նման, այստեղ լավ է մեջը աստղեր կա, Աստղան երկին կա, աստղերը պուջուր կետ, նեղ է, որ նայում եք նայեք բլիգներ ամստալ, սետյաղի տային, բայց ամեն դեպքում սենց երկինքը շատ ավելի բնական է, քան որ եմ որ գույնով եք ընտրում, դեպց անբնական է, հիմա ես տարբեր ձևերով անենք, մի հատ սա է, արեն եք անում, մեր հիստերի նախիչի, Զավակնել էտ ամենակամ մի գործողություն ու իգի անենք։ Լավ, ռենդ եմ տալիս։ Գոնը մի քիչ գրադիենտներ եմ բաչել։ Տակ ավելի բացատ, վերև ավելի մուտա։ Անթողացի։ Ինքը սեքս, Ձեր կողմ կանեք մտեսնչ, հեսա կողնեմ ձերով կանեք։ Հիմա ինձ հանեց դեղից մի քիչ երանքներ կանես, լավ ու բանը, տեսախցիկով երանքները թողեք, Երեխեք ջան, սես մի բան էլ կա, նայք, ես հիմա բացում եմ իմ թեյնիկը, այսինքն կարգավորումները։ Տեսեք կարգավորումների մեջ, վիրեի մասում կա environment, տեսնում եք։ Այստեղ GI environment-ը տեսնում եք, ակտիվացում է, ու և ստեղ և reflection-ի մեջ բերում տեղադրում եմ մի նկարը։ Ինքը ավելի հարուստ է, միջավայրը էկտուներով հագեցում։
Հիմա ստեղ տեսեք նոմա պատերած, հենց էսի, այ հենց էսի, վերում գցում եմ սրա վրա, instance okay, ու վերում գցում եմ սրա վրա։ Տեկուս հատուկ ձևերել կա սրա ուժեղնում թուլ տարբերակներ կա, գցեցի ստեղ։ Հիմա եկեք եսա պրոստը պտտել ավելի տակ կամ չգիտեմ, մի քիչ հետաքրքիր պատկեր ստանա, էսի սենց արեցինք։ Ինչքան ներքև այդ ասել, ինչքան տակ երամները։ Նայեք, նկարը ցանկանում։ Ուղղակի արևմուտք չեմ ուզում շատ բանանեք։ Լավ, ձեր մոտ ես ավելի բաց եմ։ Reflection-ն ու տակը։ Երկու վերև երկու։ Լավ, եկեք սենց մի։ Հələ տեսնեք ճիշտ դրեցի, ասեցի բան արեց, առանց կարդալ լուծեցի ես։ Ներ երեք տարբեր կա Եհուսի վրա։ Հա, այս քալորիս կարակ հանեք, երեխեք ջան։ Առաջինը չէ, առաջինը հանեք։ Չէ, ճիշտ եմ դրել, երկուսի վրա, այնի թափանցելիության համար։ Այս տակը թափան, մենք թափան զուգանում։ Ճիշտ եմ դրել, այ այսպես։ Հիմա եկեք նորից մի հատ բան դառնի։ Դա, այն ինչ-որ պատկեր կգնել, դա։ Շիտ։ Նայ, իրա կողքը երեք հատ երկը, նայ, բիթմապի կողքը, կարգավորությունը, հենց կա աչ, ամենա աչքը։ Երեխեք ջան, արդեն այդ այս գույնը ու այս մեջի գույնը մի քիչ բան արեք։ Նայեք ինչու մախանվի, ես ուժեղ եմ արել, որ նա մի շուրսը տեղը լինի, հա? Իրականում ստեղ սես չպիտի սպրտնացել։ Տեսնես սպրտնացել։ Հա, վերջ, ես էլ ես կոս։ Հիմա արև եք դնում, միջավայրը փոխում եք, լուսավորում եք, բայց ես հեսա կամերայը մի քիչ տաքացնեմ իրա, անցնեք կար։ Իստրիս եկեք ակտիվացնել ոզանել։ Երեխեք, հաջորդ տնայինը սրա վրա է, հեսա ասում եմ ինչ է կարելու։ Այս նկարից ստանալու եք 5 տարբեր ինտերիեր։ Նայեք, մեկը լինելու է գիշերային, մեկը լինելու է ցերեկային, սովորական երկնքով, մեկը լինելու է ցերեկային բանով, HDR-այով անիմելու, լուսերը միացրած, լուսերը անջատած, 5 տարբերակով ռենդարած կբերեք այս ինտերիերը։ Բարձր, ֆայլերն էլ ունեն, հաջորդը էքստերիերի ֆայլը, դրա վրա եք աշխատել։ Բարձր, հաջորդ ժամի, չէ, դե հաջորդին հələ այն տնայինները վերջի օրն է, M1-ը փակելու եք, եթե դա արած լինեք, ես կնայեմ ուղղություն կտա, այն մի ժամի նորս։ Բարձր։ Իսկ ստեղ ոչ նորություն, որ ես Հեսա նորից կասնի վարյալ։ Նորից երեխեք ջան, ասեմ մի հատ հերթով եք։ Ուրեմն սա ստանալու համար, ով չի արել իմ հետ կրկնում, աչքերի, maps, virey bitmap։ Այս մեկ։ Սա որ բացվում է, դուք իրան նշում եք, այս ամենավերևի հատվածում, այս ամենավերևի հատվածում, սեղմ եք այս 3 հատ կետի, ու գնում եք այդ պապկը, որտեղ այդ նկարներն է։ Բարձր։ Ու օգնեք տալիս։ Արեք, իմ հետ միասին արեք։ Սա մեկ արդեն մի անգամ բացատրել եմ։ Դրանից հետո ես այս տարբերակը ընտրեցի, իջա ամենաներքև, այստեղ իջա ամենաներքև, դրեցի environment ու այս offset-ներով պտտում եմ։ Այսա հորիզոնական պտտումն է։ Բարձր։ Այսպես մի պտտում եմ ու գտնում եմ ինչ-որ մի հատ տեսք, որը ավելի հաճելի է տվյալը պատկերում։ Այս ուրիշ տարբերակներ կա, դրանից բացում եք կարգավորումները, F10-ը բացում եք, մատերիալներն էլ եք բաց պահում,
ու այս աչ կլորից բռնում եք, բերում բաց եք թողում, ստեղ նանը գրած, այդ նանի վրա։ Բաց, պատալի իստը, ու օքեյ տալիս, եսա փաճ, ես այդ GI environment-ը լուսավորությունն է, որ այդ նկարի գույներով ավելի լավ լուսավորի։ Բաց է, երեխեք ջան, reflection-ը արտացոլանքներն են, որ ըստ այդ նկարի արտացոլի, որտեղ որ լույսը շատ լույս գցի, որտեղ որ լույսը քիչ է, ոչ թե գույները, այլ նաև լուսավորությունը։ Բաց է, ինչ լույս տեսնում եք էդի գծում։ Ես տեսել եմ բանը ձեր հաղթած նկարներ մեջ, շատ սիրուն լուսավորություններ կային, golden hour որ կա, Կարա, սիրուն բանը կարա, դուք եք արելու, կեսին լավ արնել, կեսին վատ արնել, ամեն դեպքում եթե աշխատանքը արդեն նայվում է, ասենք եթե տես պատվիրատուն ինձ ուստաս ինքը կհասկանա իր ատումի ամուրակալից, եթե սա նկաներ գցում եմ, իհարկե ուսանողների արած է բրենթելություններ կա, բայց ես ոչ չեմ հացի 30 այդ է բնական, չէ՞, օքեյ, ես էլ ես դրեցի, եսի սենց դրեցի, եսի փագեցի, հաջորդը, սեղմում եք փութին կամ գալիս եք rendering environment, եկա եստեղ, էլի էստեղից բռնում եք, մեկ եք գցում եք ստեղ, միջև ստեղ չգցեք պատողանից չի երևա, բարձ է, որ այդտեղ գցում եք էլի instance, արեցիք ես քանը, հələ մի հատ ես քան արեք, ստեղ նկարը ցույցա տալիս, այստեղ իրան վերեք գցել ես, դելա, սենց մի տարբերակ եք կա, հիմա ես ձեզ ասեմ ներողություն, այստեղ ֆայլը ակտիվացեք, այսպես, այս դաշտար, alt B սեղմեք, alt B, alt B որ սեղմեք, տեսեք իմը գրված է synchronize with display mode, տեսեք ձեր էլ ասա, բայց ձերի ցույց չի տալի, տես պերսպեկտիվում ես գտնում, տես կամերա մոդում ես գտնում, սիտարի սեղմ, ընտրի կամերա, էլի չվեր ես, լավ, պիտի հասնեմ սեղմ, տեսա Լավ, այս հաստը բալան սպիտակը տեսնում եք, ինչ նույն բգիր նրա, ինչ է կա։ Որ ընտրեմ, թակ կնչատերի, դարնալը ավելի սարգույն, երկնագույն, չէ, կնեք, երկնագույնը կարում է ասակել, կապուտ կնտրեմ, դեղինի հակառակը կապուտ է, կանանչի հակառակը ռոզվի գույն է, Kişek Photoshop. Kameranı întreg, այստեղից նայեք, բյուրեի կամերան դարձրեք, կամերան դարձրեք, այստեղ թեթևակի, բայց մաքուր կապուտ, երկնագույն չլինի, բայց շատ թեթևակի, ուրեմն նայեք, այստեղից բերեցի, տեսեք, այս բռնակը դրեցի կապույտի վրա, բայց մանուշակալ գույներ չեն, այստեղ նայում ընկավ մաքուր կապույտ գույնն է, այս բռնակով մի քիչ աճեմ, նայ, մի փոքր կապույտ է, օքեյ տալիս, ես ուզում եմ history-ով մեկ հանեմ ատեղ, ստեղ սա պահպանեմ, ու մի հատ նորից ռեն անեմ, զգացիք տեղնությունը, նույնիսկ տեղնույց երևաց, չէ, ես հակա համեմատել կտեսնեմ, կտեսնեք, որ ավելի բնական է երևում, այս ֆոնը վրա, ես հա տեսնեմ, հա, գույն եմ փոխել, եկեք մի հատ համեմատեք հետո AB-ի սեղմեցի, նայեք, արդեն ստեղել է տարբերությունը, թե չի երևում, երևում է ձեր մոտ, S-A-N, S-B, նայեք, տեսեք ոնց փոխեց,
Երևում չէ։ ավելի դրամին է դարձել։ Всё, այդ է ինձ պետք, որովհետեւ հիմա ստեղից, նայ, այդ պատոհանից որ գալիս է, այս գույնը ավելի հարմար իրան, թե այս մի գույնը։ Նայ։ Որ գույնը ավելի հարմար պատոհանից։ Առաջինը միանշան։ Բարձր։ Դրա համար դուք պիտի դրանց ուշադրություն, օրինակ երեխեքը երբեմն տաք նկար են դնում, սառն սառնություն է ստացվում եւ այլն։ Պիտի համապատասխանես։ Okay։ Բարձր, հիմա եթե այս գույնը մի քիչ լավ չընտրած լիներ, օրինակ իմ կապույտի մեջ մի քիչ երկնագույն է, այդի չես արել։ Մի քիչ երկնագույն է։ Իմ դեղինի փոխարեն մի քիչ էլ կարմիր է արել։ Այսինքն գույնը մի քիչ ճիշտ է ընտրել։ Որ գույնի մասին է խոսքը, այստեղից ընտրված գույնի մասին է։ Այստեղից ընտրված գույնի մասն է, նայեք ձեր մոտ հաստատ սպիտակ է երևում, բայց նայեք իմ կապույտը առաջ է գալու։ Բարձր։ Եթե շատ վեր է, շատ արդեն կապ։ Էս էլ էսպես։ Всё։ Էս էլ HDR-ը երևում։ Արևը։ Նայեք, դուք պիտի հիմա գիշերայինը առանց արևի է։ Մի հատ էլ դոմով կանեք։ Այդ 5 հատից մեկը դոմով գիշերային։ Լավ։ Մի հատ դոմով գիշերային, մի հատ HDR-այով գիշերային, մի հատ արևով ցերեկային, արևով սովորական երկրով, մի հատ արևով HDR-այով, հա, մի հատ էլ ինչ ուզում եք արեք, ինչ որ հետաքրքիր բան կստանաք։ Բարձր։ Փորձարկեք, որ հետ օրեն անելուց չդժվարանաք։ Անցանք արեք։ Որ ինչ որ մեկը ձեզ ասի բյուրեի է դժվար, ասեք սուտեք։ Ինչ ես արել։ Ինքը ես բույն կրճապ։ Լավ, ես էլ եսպես։ Հիմա անցանք արևին։ Գնացինք արևին, երեխեքներ։ Ուրեմն գալիս եմ վերև, այս է, եկա վերև, գալիս եմ պլյուսը, գնացինք լույսերը, ֆոտոմետրիկի փոխարեն ընդունում ենք վիրել ու ինչն ենք դնում ստեղից։ Վիրեսան։ Բաց։ Վիրեսանը վերցրեցինք։ Ուզում եմ լուսամուտից սենց երևա։ Մի հատ ոսկե կանով սենց տեսախցիկի դեմով չեն դնում արևը։ Հա, որ դուք կանգնեք դրսում պահեք կամերան արևի իշկրվի։ Այդ նույնը ստեղում։ Բաց։ Եթե իմ տեսախցիկը սենց է, իմ արևը կարա սկողից լինի, թեկուս սենց կարա լինի, բայց ոչ այս։ Բաց։ Եկեք սենց, այս է դնում։ Այս է արևը։ Բայց որ պատը բանը անեմ, թափում ամեկա կամերան կրատ էֆեկտը դա։ Կապ։ Եթե պատը փակում, նայ, ես ուզում եմ պատոհանից ընդվից տվելը, հա, իմ պարագայում, եթե սենց հանում, վատ էֆեկտ չի տա, ճիշտ ես ասում, բայց եթե իմ կամերան սենց է լինում, տեսեք ստեղ սյոտուկի պատոհանը, չէ, արևը սենց լինի, այդ դեպքում վատ էֆեկտ կա, տանը ներսում չէ, էղի ճան, բնական, նայեք, վիրեի նորից եմ ասում, մեկը մեկի, իրական կյանքը բանարած է, կոդավորած է, հասկացեք մեկը մեկի, ոնց իրական կյանքում անենց է ստեղա, տեսախցիկով որ պրոֆեսիոնալ աշխատեի, ստեղի կամերան տոշնել կամերան, իրա բոլոր ֆունկցիոնալ, լավ, հիմա ես եմ տալիս, ասում է դու արդեն են environment-ում, նայք, ասում է արևը տեղադրեցիք, ուզում ես երկինքն է դնում, ասում եմ հա, ինձ գուշացնում է, ասում է քո միջավայրը արդեն տեղադրված է, կամ երկինք պիտի լինի, կամ HDR, երկուսը միասին չի լինի, եթե ես հիմա եմ հաստատում, այնտեղից ջնջելու եմ երկինքը, կամ անջատելու է, հիմա նայք, ես եմ տալիս, գնանք մեր միջավայրը տեսնենք ինչ եղավ, 8-ին սեղմում եմ, ինչա գրած, default V-Ray Sky, մապը հանել է, բարձր, մապը հանել է երկինքը տեղադրել է, այսինքն էլ մեր լուսամուտից նկար չի լինել, արևը հատակին է, դրել եմ, չէ վերել է,
թոփում ինչ գծում եմ, հատակին եմ գծում։ Մի հատ ֆրոնտի սեղմում եմ, F-ի սեղմեցի։ Էսի մարմինը։ Երեխեք ջան, արևը էս մեկն է, իր թարգետն է, հա, ուղղությունն է։ Հանկարծ թարգետը չբռնեք բացարձեք վերև, այդպես էլ են։ Դառնա արևը գետնից դեպի վերև նայի։ Բայց այս այլ է։ Իր գլուխը նշում ենք, սա վերցնում ենք, մուվը վերցնում ենք, իրան բարձրացնում ենք վեր, այս է մարմինն է, օքեյ, տեսեք շատ չեմ տանում, այս չափով բարձրացեցի վեր։ Հիմա ինտերիերի համար, ինտերիերի և էքստերիերի համար է արևը ուժեղարի։ Intensity multiplier-ը արևի ուժգնությունն է, էսի իջացրեք, ասենք 0.3, հետո կփոխեք, կախված է շատ բաներից, էսի փոխեցի, մի հատ սենց ենք անում, կամերան նրվեցի, տեսակ սևած է, բայց հիմա որ ռեդ անեն, նայ, լույսը գալի է, շիտ, բարեց, չվարեց, էստեղ եմ նայք, սա իրաց տվերն է, դե տեքստուրա չունենք, սպիտակ պատի վրա, սպիտակ տվեր ացել, թողեք բացի, տակությունը դնեք նաև, հեսա կամերա գնալու եմ այդ վայդ բավանքը զրյացի, նայք տեսեք, արևը ենքան պիտի իրա պարամետրը լինի, որ այս հատվածները չվարեն, բասը, երբեք արևը չեք ուժեղացնում, ենքան որ լուսավորությունը ձերից է, տեսման չի, արևը լինում է այն ուժգնությամբ, որ իրաց տվերը, այդ այս հատվածները բնական, տվերը շատ հստակ է հիմա, նայեք, հստակ է, սեզ չի լինում, կարգավորում ենք տալիս, նայեք, նայեք երեխեք ջան, ուր այն մարդ է, այստեղ տեսնում եք սա այն վրեի տողն է, այս հատվածում լույսեր կա, նայեք, այս լույսերի որ սեղմում են, բոլոր լույսերն են, դենեմ արևս գտնեմ, որ հեշտ գտնեմ, հեսա, վիրեսը, տեսնում եք, այս նրան սեղմում եմ ու փակում եմ, արևս ընդրվեց, բարձակ, արևս ընդրվեց, կարգավորում եմ փոփոխում, size multiplier, ստվերի, եզրերի, փափկությունը, ամենամինիմալը գոնե 4 պիտի լինի, որ ստվերը հստակ է, մենք եստեղ արև չունենք, հետա որ բացը կավալի, նայ, հիմա որ ենք են տալիս, եկեք եսքան հատված են դանում, կեսը անեմ, կեսը թողը, հա եսքան։ Նայ, տարբերությունը զգացիք, տեսնում եք ոնց ինքը լղոզեց, այստեղ ինչ-որ տեսեք քանակություն ավելացավ պիքսելների, իսկ այստեղ տեսեք, մոտ 2 հատակ, ստեղ արդեն մի 4 հատ հասկացա, որ ավելի լավ ռենդ անեք, այս պիքսելի չի լինեք, ինքը տեղ պրոստը լղոզ գազա, մի թեթե, բայց որ մենք հերվից նայեք, հստակ ստվեր անենք, իսկ եթե մենք ուզում ենք, որ ստվերը տարածված լինի, այդ հիմա մեծացնում ենք, օրինակ դնեմ 30, տեսնենք ինչ հաստացնում։ Բայց եթե օրինակ նայեք այն պատանից վերի, շատ հստակ է։ Այո, հա, էլի հստակ այո, եկեք տեսեք, որ ստեղ անցում կա։ Ինքը անցում կա, նայ, ինչքան է հստակ լինի, ստեղ մի քիչ անցում կա։ Այստեղ մի քիչ ավելի նուքա, ստեղ լերի բացա։ Այդ անցումը պտի լինի։ Դա մայնասում, ամենամինիմալը 4 դնում, որ այդ միջ, որ սենց ոչ թե ուղղից լինի, հստակ ուղղերնից, ոնց որ գրի չողրեց։ Այդ ինքը ստեղ միջ հետև այս անցումը կա։ Իսկ եթե մենք ուզում ենք ցելված լինի, նայած արևը ինչ որտեղից է խփում, օրվա որ ժամին, այդ դեպքում այստեղ ենթադրենք տվեցի 30։ Եկեք հիմա նայենք 30 տվել, լավ, ուրիշ հատված նշեմ, այսպես նշեմ, այսպես։ Տեսեք ոնց ծրվեց երևի, նայեք, տեսեք, հիմա հանեմեսի ընդհանց դե որ ծրվում է, տարածվում է, բնականաբար ինքը շատանում է, չէ, հեսա։ Տեսնում եք ոնց հացրվել, նայեք, այս մասերը արդեն այդքան հստակ չէ, 30 ուրիշ դե, այս տենց, երբ որ հստակցում է պատի, չի կարի 30
երբ են դնում 30։ Երբ որ արևը նենց է, որ լուսամուտից չի մտնում, իրանք ցրում են, որ իր լույսը ասես համաչափ սփռի։ Հասկացա՞։ Հստակ ծվեր, նայ, էսի այն երեկոյին, որ երեկոյի ասես քիչ-քիչ է, հասկանում եք, մեկ էլ այդ պետք է։ Երբ որ արդեն արևը ապրես, արևը արդեն մայրամուտ տեսնում եք, ինքը մոտորապես ստացի։ Հասկացա՞։ Դեռ էլի երանգները լավ չի տալիս, ստեղ այս մասը դեռ ցույց է տալիս։ Լավ չի ցույց տալիս, բայց դեռ չի լավ ցույց տալիս։ Ինքը արդեն էսի երեկոյան բան։ Հասկացա՞։ Արևի կույնը, ոչ մի խնդիր, երեկոյանը արևն է իջացնում։ Ես որ արևը իջացնում, գույնը փոխվում, նայ, հիմա այս արևս իջացնեմ։ Գնամ պերսպեկտիվ, հետ գամ, տեսնում եք, ես այն 30-ի արդյունքն այրը, ֆրոնտ գնամ իհար, ու արևս իջացնում, այսենց իջացնում, այսքան իջացրեցի, դե հիմա տեսեք գույնը ինչ հատ արև։ Իհարկե, այս արդեն ուրիշ տեղով է գնալու, ստեղ չխփելու, արևի դիրքը փոխվել է։ Բայց, ես գիտեք ինչու է դա, որովհետև ակտիվ էր այս դաշտը, բայց ակտիվ պիտի լինի կամ որ այդ դաշտը ճիշտ է։ Այսինքն։ Նայեք, այս մասերը սաղ դեղնել է, զգում եք, չա տալիս։ Այս մտելացում արեք, սպասեք են վեջում, դավտեր չեմ դրել, մտելատում, միրով, միած գնանք թող տեսնենք իրա, թողից մի քիչ հեռ տանենք իրա, գնանք դրև, էսի իրա վարդությունն է, այսինք անենք, գնանք կամերա, դեղնությունը դասում է, տեսնում եք ոնց է, դե մի լավ չէր տեղել, տեսնում եք, միանշան, ինչքան արև իջացնում եմ դեղնում է, հետո որ հասցնեմ գետին, բացը սեղի է դառնալու, որ դնեմ գետին, նայեք են մթրշատի, որ սես խմբում է պատին, հենց սենց է ծրվում է, չէ, նայ ձևի որտեղ հասկացա, ինչ ուզեք կարեք ստանալ, ինչ ուզեք, ինքը նորմալ ամեն ձևով գնում, այստեղ ինչ տեսան կլևնային, հորիզոնը, տեսնում եք, իհարկե մի բան որ փոխում եմ մյուսներն է պիտի փոխեմ որ կա դսվի, նա արև պրոստիչացի, բայց նաև դիրք պիտի փոխեմ, և այլ, ու ստանամ են ինչ որ պետք է, ինքն է սենց են այն ինչ որ մի բան խապել, նկար չի կարելի չէ, նկար եմ դնում ու այդ HDRI-ի արևը մեր արևի ուղղությամբ դնում ենք, սա պրոստը սովորը, նկարասելու մապի որ արևը մտնում է տուզ, որ այս ես տվերը երեսում է, տենց ես նկարը դնում եք շական բնակ, այդ դեմքում արևը ուրիշ տեղ պտի լինի, ապատոհանից արևից պիտի զրվում, չեք կարա դզել, իսկ որ HDRI մապ եմ դնում, ինքը շատ բնակ է, պատոհանից արև են վերևը երևում է, արևի շտիկը վերև, հենց այդ նույն վերև մտնում է, եթե ճիշտ նկարը երեխեք ջան, այն որ բան տակից դուրս գալուս է այլ ընտրական մենակ, այն դեպքում նորից եմ ասում, եթե պրոստը ձեր պատոհանից կոնկրետ դա պիտի երևա, այդպես բայց ասեմ իրականում այդ պահանջը ընդամենը 2% հասկացա, ընդամենը 2%։ Ինչ տարբերություն փոքրնից, ասեք մասիս է երևա, բանին է ցույց տա, որ տնից հա, մասիս է երևա։ Դրամա բանվարը ինչ ձեզ կան այո, անպայման, մեկ ժամանակ ունենք, հեսա հետո պահենք նուսանի հոգնելիչ իննաս կեցի բայց մենտեգյան դեպի չավալ օքի, խնդիր չկա էդ է մյուսը, բայց այս տնայինի վրա արդեն ինչքանը կարող ապնեք այդ տարբերակները արդ նայ
նկարում ունենք, սովորական դոմի վրա գծեք էջները, դա սովորական նկար, այնքան որ ինչ-որ մի բան է Դոմի վրա էլի որ նանարվերվում է նանի մեջ, հետո այդ նանից կարակ բռնեք, բաց թողեք մատերիալի մեջ նեղություն ոնց որ ես սա վերցի, բասը, մի հատ է գիշերային դոմ, մի հատ գիշերային, HDR-ը, ներսի լուսերը սաղ միացում, գիշերային լուսերը միացում, մի հատ երեխեք կա, ցերեկային լուսավորություն անեք, HDR-ային, հələ հետ եմ հանցել, բայց սենց, արևը տես չի եղում, ապերի են կողմենը, որտեղ դեռ մեր արևը չի եղում, այդքանը հələ կարակ անեք, այն մնացած արևի հետ անեք, արևն է կամիք հետո անեք, բայց ամեն դեպքում հետա, տեսիք սենց էր եղում, ինչ հարցեր, ներկաբացական, եղեք իմ գրիչը որտեղ են խորը,